ոչ մի պարագայում չի կարելի ասել, որ լիպոսակցիայով քաշի նվազում է տեղի ունենում, եթե կատարվում է կրծքագեղձի հատում, ապա միշտ յուրաքանչյուր դեպքում մենք ասում ենք ցանկալի չէ կերակրել։ Աբդոմինոպլաստիկայից հետո, այո, իհարկե կարելի է հղիանալ, էսթետիկ վիրահատությունները ոչ մի պարագայում կախվածություն չեն կարող առաջացնել։ Ամենակարճ ճանապարհն ենք մենք ծերացող մարմնից դեպի երիտասարդ մարմինը կամ կնճիռներից դեպի հարթ մաշկը։ Բարև ձեզ, ես Էդգարն եմ Հայրապետյան, Սլավմեդ բժշկական կենտրոնի պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավարն եմ։ Այո, հնարավոր է ստանալ քթի նույն ձևը, որը որ ցույց է տալիս բուժառուն, սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ բուժառուի կողմից ցույց տրված քիթը կհամապատասխանի անատոմիորեն տվյալ դեմքին։ Իհարկե կարող են, ոչ մի դեպքում չեն կարող բացառել այդ դեպքը, քանի որ մասնավորապես մեծ քթերը, որոնք մեծ սապատ են ունենում, եթե շատ կտրուկ փոփոխություն է լինում, այսինքն բնականաբար անկյուն է փոխվում միջնապատի եւ կողմնային հատվածների, դրանք կարող են լինեն կողմնային աճառները, կարող են լինել քթոսկրերը։ Բնականաբար, այո, եթե կարճ պատասխանեմ, այո, շատ հնարավոր է։ Լիպոսակցիան ինքնին հանդիսանում է բուժառուի կոնտուրների ուղղմանը ուղղված վիրահատություն, այսինքն ոչ մի պարագայում չի կարելի ասել, որ լիպոսակցիայով քաշի նվազում է տեղի ունենում, այլ միայն եւ միայն կոնտուրներն են վերականգնվում այդ վիրահատության միջոցով։ Ուլտրաձայնի շնորհիվ խտրոցները թուլանում են եւ ճարպային բջիջները ձերբազատվում են այդ հեղուկ միջավայրում։ Եվ դրա շնորհիվ ավելի հեշտ եւ արագ, ավելի քիչ տրավմատիկ լիպոսակցիա է կատարվում, որը մենք անվանում ենք Weiser HD, այսինքն high definition լիպոսակցիա, այսինքն high definition-ը ինչ է նշանակում, որ ընդգծվում են բոլոր մկանախմբերը, որովայնի առաջային պատի մկանախմբերը, թեք, ուղիղ մկանների եզրերը։ Իրականում իմիտացիա է ստեղծվում, որ բուժառուն կամ սպորտային ատլետիկ կառուցվածք ունի, կամ բնածին 18-19-20 տարեկանի մարմինն է տվյալ անձի մոտ։ Ավելի ընդգծում ենք բոլոր մկանախմբերը, ոչ թե կատարվում միայն եւ միայն լիպոսակցիա, հեռացվում է ճարպային բջիջները, այլ նաեւ դրա հետ համատեղ կառուցվում է, կերտվում է մարմին։ Այսինքն բոլոր մկանախմբերը ընդգծվում են։ Կապ չունի դա կլինի որովայնի հատվածի, ուսագոտիների, մեջքի եւ այլ եւ այլն։ Մեծացման դեպքում միանշանակ կարող է ոչ մի խնդիր չկա, որովհետեւ կրծքագեղձը ինտակտ է մնում, այսինքն չի վնասվում, միջամտություն չի կատարվում կրծքի վրա ընդհանրապես, կրծքագեղձի հետ կապված։ Եթե կատարվում է ձգում կամ փոքրացում կամ եւ այլն, եթե կատարվում է կրծքագեղձի հատում, ապա միշտ յուրաքանչյուր դեպքում մենք ասում ենք ցանկալի չէ կերակրել։ Թեորիապես այո, կարելի է կերակրել, սակայն խորհուրդ է տրվում, որ կերակրումը լիարժեք չլինի, կամ լինի որոշ ժամանակ եւ դադարեցնեն, կամ առհասարակ չլինի։ Աբդոմինոպլաստիկայից հետո, այո, իհարկե կարելի է հղիանալ, ցանկալի է 1-1.5 տարի անց, որովհետև եթե դա կատարվում է կլասիկ աբդոմինոպլաստիկան, ապա տվյալ վիրահատությունը կատարվում է որովայնի առաջային պատի մկանների դիաստազի վերացում, դիաստազի վերականգնում, այսինքն փակում, մկանների կար։ Այդ պարագայում միանշանակ ցուցված է 1-1.5 տարի սպասել, որպեսզի հղիություն չլինի հետվիրահատական շրջանում։ Էսթետիկ վիրահատությունները ոչ մի պարագայում կախվածություն չեն կարող առաջացնել, որովհետև ֆիզիկական կախվածություն կարող է առաջացնել քիմիական նյութերը, չգիտեմ, ծխախոտ, խմիչք եւ այլն, հա, միգուցե, բայց սա հոգեվոր մենտալ կախվածություն կարող է առաջացնել, բայց սա կախվածություն չէ վիրահատությունից։ Յուրաքանչյուր անձ, կին, տղամարդ, էական, բոլոր ուզում են միշտ երիտասարդ տեսք ունենան։ Իսկ երիտասարդ տեսք ունենալու ամենակարճ ճանապարհը մեր միջոցով է։ Դե հիմա բարեբախտաբար թե ցավոք սրտի, բայց մեր միջոցով պիտի դա կատարվի, այսինքն ինչքան մենք սպորտով զբաղվենք, ինչքան մենք, չգիտեմ, առողջ ապրելակերպ ունենանք, միևնույնն է տարիքը ասում է իր մասին։ Եթե մարդը
չգիտեմ, լավագույն դեպքում եթե ամենաառողջ մարդը լինի, ամենաառողջ կենսակերպը վարի, սպորտ չծխի, առողջ սնվի եւ այլն, միգուցե 60 տարեկանում նա ունենա 50-ի տեսք կամ 45-ի տեսք, բայց շատ դեպքերում վիրաբուժության միջոցով նույն 60 տարեկանը կարող է ունենա 30 տարեկանի տեսք։ Հասկանում եք, էս է խնդիրը։ Ամենակարճ ճանապարհն ենք մենք ծերացող մարմնից դեպի երիտասարդ մարմինը կամ կնճիռներից դեպի հարթ մաշկը։